Սկսենք ինչ է Իրանից ներկայացնում Զայեդը, հա, Զայեդը ներկայացնում է Սաուդյան Արաբիայի կողմից ձևավորված, հա, ինքը իմիջի խնդիր ունի Սաուդյան Արաբիան, եւ ինքը իմիջի ոնց որ sense վերականգնման կամ ձևակերպման որոշակի process է իրականացնում եւ ձևավորել է այդպիսի մի sense ասենք մրցանակ, հա, քանզի սաուդիտները միշտ էլ գիտեք տերորիստական կազմակերպություններ են պաշտպանել, ժամանակին ԻԳԻԼ-ն էին պաշտպանում, չնայած մինչև հիմա էլ են պաշտպանում։ Ես ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները Զայեդի մասին հասկանան ինչ է։ Եվ հիշեցնեմ նաև, որ Սաուդյան Արաբիան մինչև Արցախյան հակամարտության վերջին փուլը, հա, կամ ասենց ոչ թե վերջին փուլը, այն փուլը համաձայն որի ժամանակավորապես օկուպացվեց Արցախը, իրենք չէին ընդունում Հայաստան, դիվանագիտական հարաբերություններ չունեինք։ Եվ այստեղ այո, միշտ Սաուդյան Արաբիան միջազգային ասպարեզում միշտ սատարել է Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականությանը։ Ֆիքսեցինք սա։ Այո։ Ինչ վերաբերում է անմիջապես մրցանակին, ապա իհարկե սա լրիվ տեղավորվում է նախընտրական կոնտեքստի մեջ, որը այս իշխանությունը, հա, վարում է, այսինքն իբր խաղաղություն, իբր չգիտեմ ինչ եւ այլն, ինչի համար եմ ասում իբր, որովհետեւ այն process-ները, որոնք տեղի են ունենում, հա, իրենք ընդհանրապես խաղաղության հետ կապ չունեն, իրենք կապ ունեն երկու հանգամանքի հետ, դա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներին միջամտելու, հա, գործընթացը, այս պարագայում միջնորդված միջամտելու, խոսքը գնում է թուրքերի, ադրբեջանցիների եւ իրենց գործընկերների մասին, հա, ես օրինակ չեմ զարմանում, վաղը Պակիստանն էլ կարող է ինչ-որ մի մրցանակ տա կամ Իսրայելն էլ ինչ-որ մրցանակ տա սրանց, հիմնական նպատակը նա է, որ ցույց տան, որ տեսեք ամեն ինչ իբր ավարտվել է եւ կոնֆլիկտի, հա, ինչպես իրենք են անվանում այդ process-ը, կոնֆլիկտ, դա պատճառը դա Արցախն էր։